Ելենա Արշակյանի «Ծով աչքերի պատճառով» սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալը մոտենում է տրամաբանական ավարտին, իսկ ավարտը լինելու է անսպասելու ու հեռուստադիտողների համար հետաքրքիր։ Ինչ է պարզվելու հեռուստասերիալի ավարտին, ինչից է վախենում Սարոյանը եւ արդյոք Արմանը հայտնվելու է դատարանի դահլիճում, ցույց կտա ժամանակը։ Նշենք, որ ամենահետաքրքիր սերիալները դեռ առջևում են, այնպես որ միացեք մեր ալիքին, որպեսզի առաջինը տեղեկացված լինեք նոր սերիալներում կատարվող փոփոխությունների, շոու բիզնեսյան անցուդարձի մասին եւ ոչ միայն։ Գրեք նաեւ թե «Ծով աչքերի պատճառով» հեռուստասերիալում որ կերպարին եք ամենաշատը հավանել։ Իսկ այժմ մի փոքր հեռուստասերիալի մասին։ Նշենք, որ շատ շուտով Արմանը հայտնվելու է դատարանի դահլիճում։ Այսինքն գոռը փնտրում էր Սարգիսին, սակայն դա որևէ բան նրան չի տալիս, քանի որ Արմանը դատապարտվում է։ Արդյոք նա չի կարողանում Սարգսի հետքի վրա դուրս գալ, թե Սարգիսը գլխի է ընկնում, թե ով է իրեն փնտրում ու չի գալիս։ Ցույց կտա ժամանակը, այնպես որ հետաքրքիրը դեռ առջևում է։ Սարայի ու գոռի սիրավեպը կարծեք թե նոր հանգուցալուծման է գալիս։ Նրանք վերջապես միասին են, սակայն արդյոք նրանց սերն այսքան հեշտությամբ կկարողանա հաղթահարել բոլոր խոչընդոտները, թե նրանց սիրո ճանապարհին նոր խոչընդոտ է հայտնվելու։ Այս եւ այլ շատ հետաքրքիր մանրամասներ կիմանաք մնալով մեզ հետ ու դիտելով տեսանյութը, որոնք արվել են նկարահանման հրապարակում ու ցույց են տալու, թե ինչ է սպասվում հաջորդ վերջին սերիաներում։ Հեռուստադիտողները նկատում են, որ Հարութ Արշակյանի կերպավորած Արամը բավական հետաքրքիր գույն է բերել հեռուստասերիալին։ Նա հեռուստասերիալի դերասանական կազմին միացավ բավական ուշ, սակայն նրա կերպարը հասցրել է սիրվել հեռուստադիտողների կողմից, եւ նրա հումորները դուր են գալիս հեռուստադիտողներին ու գրում, որ Արամը համուհոտ է բերել իր հետ։ Իսկ ավելին դիտեք մեր կողմից պատրաստված տեսանյութում, չմոռանալով գրել ձեր կարծիքները։ Մաղթում ենք ձեզ բարի դիտում։ Ուղղակի ստեղի լուսավորությունը լավն էր դրա համար եք աստեղ։ Հանգիստ մնա շփվենք։ Լավ։ Պասպորտը կտակ։ Ստորագրի գնա։ Չտուց կորլի։ Տանից հանեցին, բերեցին Արմենիա հեռուստաընկերություն, ինչպես տեսնում եք, տան հագուստով եմ եկել։ Այստեղ գտնվում է մեր ջղային երկրորդ ռեժիսոր Գոհարը, որը անտեսում եմ ես։ Բարևի իմ հետևորդներին, այտենց։ Այստեղ գտնվում է մեր զուգարեժիսորը։ Այստեղ գտնվում է մեկ քույրս եւ երկրորդ քույրս, տեքստն ասում։ Որ ես այսօրվա նկարահանումների չեմ եղել ու շոկի։ Ամբողջ օրը ես եմ եղել։ Այսքանը շատ կարևոր ինֆորմացիա, որը դուք պետք է իմանայիք։ Գնամ ես իմ տեքստը սովորեմ։ Ես մոխրատիկում խաղում եմ թագուհի, բայց երբ քրոջից երեխային եմ հարցնում, ինչ եմ խաղում ներկայացման մեջ, ասում է եղիկ։ Ճիշտ է ասում երեխան։ Ու ինչն ամենածիծաղելին, որ ես ներկայացման մեջ ես խաղում եմ թագուհի, իսկ իմ համակուրսեցին իմ ընկերը խաղում է իմ երեխայի դերը։ Մայրին, մամա։ Ու ամեն անգամ դիտում եմ բեմ գոռում Մամ, ախր գեղեցիկ մայրիկ ունեմ այպես, չէ։ Ախ, երբ մեծացա ես այսքան։ Թագուհի մայրս։ Տանից հանեցին, բերեցին Արմենիա հեռուստաընկերություն, ինչպես տեսնում եք, տան հագուստով եմ եկել։ Այստեղ գտնվում է մեր ջղային երկրորդ ռեժիսոր Գոհարը, որը անտեսում եմ ես։ Բարևի իմ հետևորդներին, այտենց։ Այստեղ գտնվում է մեր զուգարեժիսորը։ Այստեղ գտնվում է մեկ քույրս եւ երկրորդ քույրս, տեքստն ասում։ Որ ես այսօրվա նկարահանումների չեմ եղել ու շոկի։ Ամբողջ օրը ես եմ եղել։ Այսքանը շատ կարևոր ինֆորմացիա, որը դուք պետք է իմանայիք։
Գնամ ես իմ տեքստը սովորեմ։ 10 րոպեից ներկայացումը կսկսվի։ Ինչպես միշտ դիմահարդարումս ես եմ արել, ու քանի որ բեմական լույսերը շատ ուժեղ են, մեծ լարումով են աշխատում եւ դեմքի վրա բոլոր գույները չեզոքացնում են, այդ պատճառով ամեն ինչ անում ենք ավելի վառ ու ընդգծված, եթե իհարկե կերպարը թույլ է տալիս։ Ես այդ պատճառով հիմա կարմրաներկս կավելացնեմ եւ կզգեստափոխվեմ։ Իմ մուտքը մի փոքր ուշ է, դրա համար ես ինձ ազատություն եմ տվել։ Վայելում եմ process-ը։ Գնացի։ Ամենաշատը մեր սերիալի մեջ գիտեք ես ինչն եմ սիրում, որ օրինակ, եթե ես նկարահանման պետք է լինեմ ժամը 10-ին, ես տանից դուրս եմ գալիս 9:55 ու չեմ ուշանում, որովհետև նկարահանման բոլոր հրապարակները, գրեթե բոլոր, բացի Վահեի տան location-ից, բոլորը գտնվում են մեր տանը շատ մոտ ու 5 րոպեում ես կարող եմ հասնել յուրաքանչյուր location. Я выиграла эту жизнь. Շնորհակալություն այսքանը։ Իմ կյանքում բան չի փոխվում, ես էլ նկարահանման եմ, փոխվել է միայն location-ը։ Այգում եմ, հաճելի է։ Այսքանը։